Առաջին ալիքը եւ BBC ընկերությունը ներկայացնում են երկու աստղ միջազգային երաժշտական նախագիծը։ Բարի երեկո տիկնայք եւ պարոնայք, բարի երեկո, բարի երեկո։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտող եւ հանդիսատես։ Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, բայց մենք արդեն եզրափակում ենք։ Սա իրոք որ անհավատալի է։ Մեր արտիստների ստեղծագործական եւ տեխնիկական թիմերի շնորհիվ շաբաթներ շարունակ վայելեցինք գեղեցիկ, զգացմունքային, իրար չկրկնող ակնթարթներ ու չնկատեցինք թե ինչպես հասանք ֆինալ, ինչպես մենք հասանք ֆինալ։ Այո, երկու աստղի աշնանային եթերաշրջանը մենք սկսեցինք 18 շատ տաղանդավոր ու վառ արտիստների հետ։ Նրանք կազմեցին 9 զույգ եւ արեցին ամեն ինչ այս բեմում փայլելու եւ ձեզ զարմացնելու համար։ Այո, իսկ այժմ նախագծում մնացել է ընդամենը 4 զույգ։ Այսօր նրանք կանեն վերջին փորձը ձեր սիրտն ու միտքը գրավելու համար։ Եվ հենց դուք, սիրելի հեռուստադիտող, կորոշեք, թե որ զույգը կդառնա այս եթերաշրջանի հաղթողը։ Եվ ահա եզրափակիչ հասած զույգերը։ Անահիտ Ադամյան եւ Նինա Տիտանյան։ Շուշա Ստեփանյան եւ Սարո Գևորգյան։ Սրփուկ եւ Արամ Մելիքյան։ Ռոբերտո Կել Թորես եւ Սոնա Մատևոսյան։ Եզրափակիչ փուլ նրանց հասցրել են ժյուրի գնահատականներն ու հանդիսատեսի քվեարկությունը, բայց նրանց այսօրվա ելույթները գնահատելու է բացառապես հեռուստադիտողը։ Քվեարկության կարգը կբացատրեն քիչ անց։ Ողջույն սիրելի մասնակիցներ, բարի գալուստ, կանաչ սենյակ արդեն տաղավարում այստեղ, կարծում եմ ձեզ ավելի դուր է գալիս այստեղ բեմի կողքը կանաչ սենյակում անին հիմա բեմի վրա, բայց հեսա որ այս թվում է քիչնի ներքև, չէ՞, անի ինչ ես կարծում։ Այս ակնարկեր, որ հիմա գնամ, հա։ Ես կասեի շատ մեծ նույնիսկ ակնարկ էր, որ պետք է գնաս, քանի որ նայ, երկու աստղ ինքը վերջանում է, բայց դու անցյալ եթերաշրջանից եկել հասել ես այս եթերաշրջան եւ վարում ես այս հաղորդումը ու դեռ այստեղ ես, լավ չի։ Դե հա լավ է, բայց ես կստեմ, որ ասեի դեմ կլինեի, ես ու Ռոբը հաղթեինք նախորդ եթերաշրջանում։ Ես շատ գոհ կլինեի դեպքում։ Դե բոլորը գոհ կլինեն իհարկե, բայց դու հաղորդավարից պետք չէ դրանից տխներ։ Ես հիմա ցույց տամ քեզ որտեղ ես դու գնալու, տեսնում ես, այն գեղեցիկ զույգին, այն գեղեցիկ զույգից ինչ որ մեկի կողքը կարող ես նստել եւ նրանց հետ խոսել։ Ես ջենտլմեն եմ, ավելի լավ է ես կանգնեմ այստեղ։ Ես շատ կուզենայի ներքև իջնել նստել, բայց թող ես տանջվեմ, թող որ ես տանջվեմ այստեղ, դու գնա հանգիստ նստիր այնտեղ եւ վայելիր այսօրվա եզրափակիչ փուլը։ Օրամ շատ շնորհակալ եմ եւ շատ զգացված եմ։ Ես գնամ դու ստեղ հոգնի։ Ես քեզ կուղեկցեմ, Ծափարություններ խնդրում եմ։ Ահա։ Շնորհակալություն, իսկ հիմա այն մարդկանց մասին, որոնք առաջին պլան են բերում երկու աստղի մասնակիցների ուժեղ կողմերը, նկատում թերացումներն ու հուշում ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել գալիք ելույթներում։ Ջեմ ծափարություններ մեր սիրելի ժյուրի անդամներին, բարձր։ Երաժիշտ, պրոդյուսեր, հումորիստ, որի ոչ մեկին չնեղացնելու ցանկության պատճառով ծնվում են բարձ ստորադասական այնպիսի նախադասություններ, որոնց ընթացքում հասցնում է եւ քննադատել եւ գովաբանել։ Գարիկ Պապոյան։ Ողջույն։ Ռեժիսոր, պրոդյուսեր, հանրագիտարան, որն իր դիտարկումներն ուղեկցում է այնքան շատ օրինակներով ու հղումներով, որ եթե մարդիկ հորինաշիրնեին մոնտաժը, երկու աստղի ամեն թողարկումը 4-ից 5 ժամ կտևեր։ Հրաշք Քեշիշյան։ Դերասանուհի, որը միայն մեկ անգամ ներկայացավ կին կատվի դիմակով, քանի որ բոլորից լավ գիտի, որ իր անկանխատեսելի եւ անկախ մեկտաբանությունների համար ոչ մի դիմակ պետք չէ, խառնվածքը բավական է։ Լուիզա Ներսիսյան։ Սիրելի ժյուրի, եզրափակիչ փուլում ենք, այսօր մեկնաբանելու ենք վերջին անգամ, ինչ տպավորություններ, զգացողություններ, այս ամենի մասին կուզեի մի փոքր խոսեինք, սկսենք Գարիկից երևից։ Եզրափակիչ փուլում ենք, ինչ տվեց երկու աստղը քեզ, Գարիկ։ Լսի, դեռ չի տվել, ոնց որ ամսի մեկով է տալիս սովորաբար, բայց այսօր յուրահատուկ տրամադրվածություն եւ տրամադրություն ունենք, որտեվ այն ամենալարող պատասխանատվությունը այսօր մեզ վրայից արդեն դուրս է գալիս։ Մենք այսօր այստեղ ենք մեր ընկերների կողքը, մեր տաղանդավոր ընկերների կողքը, վայելելու իրենց ելույթները, քանի որ այսօր մենք իրենց ոչ թե գնահատելու ենք, այլ այսօր պարզապես կիսելու ենք իրենց հուզմունքները, իրենց լարվածությունը։ Չգիտեմ ընկերներս ոնց կասեն, բայց ինձ համար հաղթողը չի առանձնանում, բոլորն էլ հաղթող են ովքեր այսօր նստած են
Այսօր ֆանտաստիկ տաղանդավոր մարդիկ են մնացել, եթե օրենքը, կանոնները փոխվեր այնպես դառնան, որ 4 զույգն էլ հաղթող պիտի լինի, ես դրանից առհասարակ չէի տխրի, բոլորին էլ կշնորհավորեի։ Այսօր հեռուստադիտողը ունի այն պատասխանատվությունը, որը սովորաբար եղել է ժյուրի ուսերին, իսկ այսօր ժյուրին ունի այն առավելությունը պարզապես վայելելու, որը միշտ ունեցել է հեռուստադիտողը, այնպես որ այսօր դերով փոխվել ենք, մենք այսօր ձեզ կողքնենք, բոլորից ցանկանում ենք լավագույն տպավորիչ հիշվող ելույթը ձեր կյանքում։ Շնորհակալություն Գարիկ։ Լուիզա, ձեր սանրվածքը կարիճի կերպարանքով հուշում է, որ այսօր պետք է լինեն խայթող հայացքներ, կարծիքներ, թե ուղղակի կարիճը բարի կենդանի է, որը ոչ այն, ոչ մյուսը։ Կարիճը նրա համար է, որպեսզի ինձ սթափ պահի։ Քանի որ այսօր սպասվում են շատ հաջողակ, շատ հրաշալի ելույթներ, որպեսզի գլուխս չպտտվի այդ ելույթից ու հաջողությունից, կարիճը խայթելու է եւ ինձ սթափեցնելու։ Կարիճը խորհրդանշում է խորություն, մի րոպե։ Մուրազ։ Քանի որ գալիս է, քանի որ մյուս տարի ձի ու տարի է, կրակոտ ձի։ Հիմա կարևոր Լուիզան հիմա փորձելու է միացնել ձին եւ կարիճը, սա պրոֆեսիոնալ հիմա մաստեր կլաս ենք դիտելու, խնդրեմ Լուիզա։ Արջևում ձի ու տարին է, ձեր գլխին կարիճը, խնդրեմ։ Կրակոտ ձի ու տարուն, արագընթաց շարժվում ես առաջ։ Կարիճը քեզ ստիպում է 1 վայրկյան կանգ առնել, խայթվել, ինքնակրթվել, Տես բաներ ես ստիպում կարիճի։ խորանալ քո մեջ, հետո նոր շարժվել առաջ, որպեսզի գլուխը չպտտվի հաջողությունից։ Ամեն ձիուլ մի կարիճ է հասնում, ոնց որ տենց մի բան։ Կարելի է այդպես ասել, 2026 թվականը թող լինի այդ հաջողակ կրակոտ արագընթաց ձի ու տարին։ Շնորհակալություն Լուիզա, շնորհակալություն։ Պարոն Քեշիշյան, ինչ կասեք երկու աստղի մասին։ Որպեսզի չմոնտաժեք, կարճ կոնկրետ։ Ես սիրում եմ երկու աստղը։ Բրավո։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, ժյուրին այսօր չի գնահատի, միայն կմեկնաբանի ելույթները, չի քվեարկի նաև հանդիսատեսը, եզրափակչում որոշիչը հեռուստադիտողի, այսինքն ձեր ձայնն է։ Այո, հենց դուք եք որոշելու, թե 4 զույգից որը կդառնա երկու աստղ միջազգային երաժշտական նախագծի աշնանային եթերաշրջանի հաղթողը։ Շտապում եմ ձեզ հուշել քվեարկության կարգը եւ այսպես անհրաժեշտ է ձեր սիրելի զույգի երկնիշ թիվն ուղարկել 1004 կարճ համարին։ Օրինակ 01, եթե ցանկանում եք քվեարկել Անահիտ Ադամյանի եւ Նինա Տիտանյանի օգտին ծափարություններ նրանց։ 02, եթե ցանկանում եք ձեր ձայնը տալ Սարո Գևորգյան եւ Շուշան Ստեփանյանին ձեր ծափարությունները։ 03, եթե ձեր ֆավորիտն են Սրբուկը եւ Արամ Մելիքյանը ծափարություններ մեր դուետին։ Եվ 04, եթե ձեր ձայնը Ռոբերտո Կելտորեսի եւ Սոնա Մաթեոսյանի համար է։ Մեկ հեռախոսահամարից կարող եք քվեարկել 5 անգամ։ Յուրաքանչյուր հաղորդագրություն 1 ձայն է։ Ձեր ձայնը կարող եք բաշխել ինչպես կամենաք։ Բոլորը 1 զույգին, մեկական ձայն յուրաքանչյուրին, երկուսը մեկին, երեքը մյուսին, մի խոսքով ոնց ուզում եք։ Ձայները ձերն են։ Տնօրինեք ինչպես ցանկանում եք։ 1 SMS հաղորդագրության արժեքը 150 դրամ է, ներառյալ ԱԱՀ։ Քվեարկել կարող են միայն Հայաստանում բնակվող մեր հեռուստադիտողները, այնպես որ սպասեք, ես կհայտարեմ երբ է քվեարկության կարգը եւ դուք կսկսեք քվեարկել։ Իսկ հիմա ուշադրություն։ Քվեարկությունը կտևի 24 ժամ, մինչեւ դեկտեմբերի 21-ի կեսգիշեր։ Քվեարկությունը կբացվի ֆինալիստ բոլոր զույգերի ելույթներից անմիջապես հետո։ Բայց մի անհանգստացեք, մենք թույլ չենք տա, որ դուք այդ ամենը բաց թողեք, ես եւս մեկ անգամ այդ ամենը կհիշացնեմ։ Դե ինչ, պատրաստ եք սկսել աշնանային եթերաշրջանի եզրափակիչ օրը, փուլը, պատրաստ եք արդյոք դուք։ Ուրեմն դիմավորեք 01 համարի տակ ելույթ ունեցող մեր զույգին Անահիտ Ադամյան եւ Նինա Տիտանյան։ Մենք երկու աստղում ենք դեռ։ Ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ, որովհետև հենց սա էլ խուրեմ շատ։ Ես սա էլ իմ նպատակն էր։ Ես ուզում էի բոլոր համարները ես ու Նինան ունենանք։ Մեր համար կարևոր է այս հրաշքը, որը կատարվում է երկու աստղում, մենք միշտ մասնակիցներ ենք, որովհետև անկեղծ սենց լրիվ ուրիշ էմոցիաներ է, շատ հետաքրքիր փորձառություն է, երևի հուզվենք անգամ, արի մի հատ իրար հետ հուզվենք։
Ընտրել ենք Taylor Swift-ի երգը Shake It Off, ու այդ երգը եղել է մուլտֆիլմի մեջ, որը կոչվում է Sing. Heartbreak is gonna break, heartbreak is gonna break, heartbreak is gonna break. Եթե հաղթենք, ես որ ասեն, հա բայց անարդար իրանք հաղթեցին, պետք է ասեն, բայց դու իրանք եզրափակչի համարը տեսել ես, այդ էս համարը։ Շատ։ Է որ փոքր երեխեքին օրինակ են վերելու մեր համարը։ Այս երկը ես չեմ հիշում երբեք։ Այդ Չգիտենք ոնց կստացվի, կհաղթենք, չենք հաղթի, բայց ամեն դեպքում շնորհակալ ենք մեզ այս հնարավորությունը տալու ամբողջ ստեղծագործական թիմին, այն մարդկանց, ովքեր մեզ սիրել են, մեզ միշտ լավ բաներ են գրել, մեզ վստահել են, մեզ քվեարկել են։ Այսօրվանից արդեն կարող եք քվեարկել։ Եվ մենք ևորցած շատ շնորհակալ կլինենք, որոշ մի քվեարկություն է մեզ տակ, էլի Մեզ որպես երեխա։ Ես կան քվեարկեք, շատ բան չենք ուզում, մի պստիկ քվեարկեք։ Got nothing in my brain. That's what people say. That's what people say. I go on too many days, but nothing to myself. That's what people say. That's what people say. But I keep cruising. Can't stop, won't stop moving. It's like I got this music in my mind saying it's gonna be alright. Cause the play's gonna play. Haters gonna hate. I'm just gonna shake it off. Heartbreak is gonna break. Life is gonna fake. I'm just gonna shake it off. Shake it off. I 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 shake it off. Hey. Just think about why you've been getting down with all the liars and the dirty cheats of the world. You could have been getting down to this sick beat. My ex-man brought his new girlfriend to say, oh my God, I just wanna shake. To the fella over there with the hella good hair, won't you come on over, baby? Shake. Shake it off. Haters gonna hate. I'm gonna shake it off. Նինա Իվանային! Բրավո! Եվ այսպես, եզրափակիչ փուլ Անահիտ եւ Նինա բարձր ծափարություններ մեր շեյքերներին ողջ եթերաշրջանի ընթացքում ապահովել են ցնցումները բեմի վրա, որի համար մենք շատ ձեզ սիրում ենք եւ շատ ուրախ ենք։ Ես իրականում դուրս գալու տեքստ էի միշտ պատրաստում ամեն ելույթից հետո ու չէր ստացվում, կարող եմ հիմա ասեմ։ Իհարկե, կարող ես բոլոր 7 հաղորդումների տեքստերը հիմա ասել։ Ստի առաջինից։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ եկել են երկու աստղ։ Իրականում անկեղծ ամեն ելույթից առաջ ես տեքստ էի պատրաստում, բայց քանի որ չգիտեմ մենք Բայց ով է քեզ խանգարել։ Հա, չէ։ Չէ, խանգարել։ Չէ, լավ է որ մնացել ենք, բայց ոնց որ հնարավորություն էլ չեմ ունենա։ Շատ փոքր ժամանակվանից դիտել եմ
այս հաղորդումը, իմ համար շատ անհասանելի երազանք ա եղել, ու որ ես հիմա այս բեմին եմ, իմ համար սենց շատ ահավոր է այդ ամեն ինչը, որովհետև չէ, համ լավ, համ վատ։ Հիմա ես տեղ եմ, բայց մի հատ է բան ասեմ, դուք էլ եք իմ համար շատ անհասանելի եղել, անկեղծ ասեմ։ Այսինքն որ Գարիկ Պապոյանը իմ մասին խոսա, իմ համար այդ չեմ կարա բացատրեմ, միշտ ինչ ա եղել, անհնար ա եղել։ Հրաչ Քեշիշյանին, որ ես տեսնում եմ ու ինքը ինձ հետ խոսում է, ես իմ համար այդ շատ սենց մեծ բան է, չգիտեմ, դու որովհետև միշտ մեջն ես եղել, չես պատկերացնում, բայց ես անկեղծ եմ ասում։ Եղել է ժամանակ, որ ես էլ եմ եկել առաջի անգամ։ Հիմա լրիվ հասկացա, տորել է։ Ես շատ շնորհակալ եմ, որ ես այստեղ կանգնած եմ։ Ես էլ եմ շատ լարված։ Գարիկ մի բան ասա իմ մասին։ Լավ, իմ մասին չէ, նրանց մասին։ Շնորհակալություն, Նինա ջան։ Հիմա ձեր մասին ա խոսելու, Գարիկ։ Դասի դե, ասենք, բաներ։ Ես շատ ուրախ եմ, որ մենք որևէ ներդրում ունեցել ենք այս լավ տրամադրության մեջ, որը Նինան միշտ մինիմում մի քանի անգամ բազմապատկում ետափոխանցում մեզ բեմից, այս ձեր դուետ Անահիտ ջան, ամենասկզբից որդեգրել է այդ ֆորմուլան, որ պետք է ունենա տրամադրություն ու բացառիկ որակյալ երգեցողություն, ու ես էլ ուրախ եմ, որ մենք ենք հնարավորություն ունեցել թե ձեզ հանդիպելու միջանցքում, թե վայելելու ձեր ելույթները այստեղից եւ թե ունենալու հնարավորություն ձեր այսքան մեծ աշխատանքը որևէ ձև մեկնաբանելու։ Շատ շնորհակալ եմ ձեզ նաեւ այսօրվա ելույթի համար, շատ ապրեք։ Լավ էր։ Հա, ես նենց եմ միշտ։ Շոկակում ես։ Ես միշտ հետ եմ դնում այդ հատվածները մի քանի անգամ նայում եմ։ Եվս մեկ գեղեցիկ մեկնաբանություն ես հիմա լսելու Լուիզա Ներսիսյանի շուրթերից։ Խնդրեմ Լուիզա։ Դե Նինան իմ կարծիքին չի սպասում։ Ես իր մորքուրի աղջիկն եմ, տենց հաստատում, որովհետև ասեց Հրաչ Քեշիշյանին, Սա դու հանդիպեցիր Կարիճին։ Սա դու հանդիպեցիր Կարիճին։ Չէ, ընդհանրապես չթողեց Արամը, հա վերցրեց ես։ Հիմա ես եմ Երթով անդրադառնալու են ժյուրիներին։ Մենք մի քանի անգամ տարբեր տեղերում իրար հետ հանդիպել ենք ու իմ համար այդ ժամանակը արդեն շոկ եղել։ Ուղղակի Գարիկին ու պարոն Քեշյանին ստեղ եմ հանդիպել, բայց ես Անահիտին բան եք ասելու, թե մենք իջնենք։ Անահիտին ես մանկուց եմ ճանաչում ու իր տաղանդին շատ վաղուց եմ ծանոթ, բայց որ նաև կարողանում է այս տեսակի փոթորիկին մի փոքր սանձահարել, ինչպիսին է Նինան, դա էլ է մեծ տաղանդ պահանջում։ Ես ձեզ շնորհավորում եմ, դուք հրաշալի դուետ եք կազմել ու երևի կարող եմ ասել երկու աստղի տրամադրությունն եք ապահովում, այնպես որ այսպես էլ շարժվեք առաջ։ Մերսի շատ։ Լավ էր։ Հա, շատ։ Գրում եմ այս տեքստերը։ Եվս մեկ պրոֆեսիոնալ մեկնաբանություն եք հիմա լսելու վերջին անգամ։ Պատրաստ եք։ Ահա։ Ծափահարություններ։ Հրաչ Քեշիշյան։ Ես ուզում եմ էմոցիոնալ մեկնաբանություն, դուք շատ դրական եք, շատ լավն եք, իսկապես ձեր անկեղծ էներգիան, երկուսիդ անկեղծ էներգիան, երկու տարբեր, բայց երկուսն էլ շատ անկեղծ էներգիաներ գալիս են մի հետաքրքիր ստեղծագործական իրավիճակ են ստեղծում եւ այս պահին ես երևի կոչ անեմ հեռուստադիտողին, որ ուշադիր նորից մի անգամ հետ տան, նայեն, ֆիքսեն այս ելույթը ու ճիշտ ձևով քվեարկեն մեր շատ գեղեցիկ զույգին։ Մերսի շատ։ Նինա եւ Անահիտ ջերմ ծափարություններով ճանապարհում ենք նրանց կանաչ սենյակ, քանի որ նրանք բոլոր երգերը երգեր են, բոլոր պարերը պարել են, մնաց Անիի վերջին 2-3 հարցին էլ պատասխանեն եւ վերջ։ Անի Ապրեք իմ ֆանտաստիկներ, ինչպես միշտ պայթեցրիք բեմը, ձեր ընտրած երգը Sing անիմացիոն ֆիլմի սաունդթրեքն է, ինձ հետաքրքիր է դիտել եք, սիրել եք եւ արդյոք ոգեշնչվել եք հենց այդ անիմացիոն ֆիլմից, թե ուղղակի անկախ ամեն ինչից սիրում եք այս երգը։ Մենք դիտել ենք այդ մուլտֆիլմը, ես անձամբ շատ վաղուց ֆանից ու այդ մուլտֆիլմի մեջից լիքը երգեր եմ իմ համար հայտնաբերել, որոնք որ ես էլի երգել եմ տարբեր մրցույթների եւ լսել եմ եւ այլն, բայց հա ոգեշնչվել ենք շատ ես ու Նինան։ Նինա, ինձ թվում է առաջին ելույթի համեմատ քո երգեցողությունը բավականին բարելավվել է։ Դու զգում ես այդ տարբերությունը, որ ամեն փուլի հետ ավելի լավ ես սկսում երգել։
Ես ինչ չեմ սիրում գովել, բայց ես նայելով եթերները կամ ես եմ ուղղակի սկսել ոչ adekvat ինձ դատեմ, ասում շատ լավ է ստացվում, բայց չէ, ինձ թվում է լավ է ստացվում։ Անահիտ, սա քո երկրորդ մեծ ներկայությունն է հայկական մեդիա դաշտում, մանկական Եվրատեսիլից հետո։ Մենք քեզանից ինչ-որ նորություններ ակնկալենք, թե էլի գնալու ես, մեզ մոռանաս, նոր տարի Երբեք ես ձեզ չեմ մոռանալ եւ այո, սպասվում է լիքը բան, բայց չեմ կարող հիմա ոչ մի բան ասել, էլի։ Ես չգիտեմ դուք ինչ կհիշեք, իսկ ինչ կմոռանաք, բայց մենք միանշանակ չենք մոռանալու ձեր բոլոր կատարումները ամբողջ եթերաշրջանի ընթացքում եւ առասարակ այսօր բոլոր արտիստների ելույթներից հետո մենք դիտելու ենք դրվագներ իրենց կատարումներից ամբողջ եթերաշրջանի ընթացքում։ Իսկ հիմա եկեք դիտենք հենց ձեր հոլովակը։ Համայակ, վայ, բոց ես դու, ահա за окошком мольбы хочешь, я отдам все песни, брать тебя отдам все песни. Gotta be green, gotta be mean, gotta be everything about. Why don't you like me? Why don't you like me? Walk up the door. Say what you want to satisfy yourself. Ձեր բոլոր կատարումները իսկապես փայլուն են, այդ ճիշտ ասեք, որ ելույթի ժամանակ սենց սիրտը ավելի արագ սկսեց բաբախել, որն եք ամենաշատը սիրել։ Ես Grace Kelly Միկան, որովհետև մի օր առաջ փորձից ես գնացել փորձում էի ու Լիլիթը Նավասարդյան ասեց նին կարողա սա չերկենք, ասեցի Լիլարի մի հատ սենց փորձենք ու ոնց որ ստեղ եմ փորձել, հենց այդտեղ տենց փորձեց, ասեց այ սենց ապշած, ասեց այ սենց պետքա երգես ու սենց շատ մեծ է ռիսկը, որ կարողա ոնց որ չընկալվի էս իմ երգելը, բայց սենց ոնց որ ռիսկային համար էր, էլի կարելի է ասել, այո։ Եթե ինչ Լիլիթ Նավասարդյան մեր արտիստների վոկալի ուսուցչուհին է, եկեք մի հատ ծափարենք Շատ եք իրացիրում Լիլիթ։ Սեր։ Իսկ հիմա առանց ծածկատմփոցի խնդրում եմ ասեք, թե ինչու հեռուստադիտողը պետք է քվեարկի հենց ձեր օգտին։ Ես ասեմ։ Իրականում մի հատ ասեմ, մենք արդեն որ հասել ենք եզրափակիչ, լրիվ անկեղծ եմ ասում, ես Անահիտն է, ասել ենք սա, մենք մտածել ենք 4-րդից դուրս ենք գալու, բայց ոնց որ հասել ենք եզրափակիչ, սա մեր համար արդեն ինքներս մեր մեջ արդեն մեծ հաղթանակ է, որովհետև շատ անիրական անկեղծ, ես երկու աստղին որպես ֆանատ եմ վերաբերում, ու դրա համար այս մեր համար արդեն հաղթանակ է, բայց ինչու ոչ, եթե մեզ քվեարկեք մենք հաղթենք, ես երևի մի
տարի չզբաղվեմ ոչ մի բանով, այս երկու աստղի տակ մնամ, գնամ հարսանիքներ վարեմ դրա տակ, դիմավորեք երկու աստղի աղթող Նինա Տիտանյան տենց։ Ու երկես ես ամեն Ու ես աղ երկեմ, տենց որ մեր մասին մտածելով խնդրում եմ քվեարկեք սրո մեկի կողմից, Անահիտը շատ լավ վոկալիստ է, ես էլ դե սենց էլի ինչ ասեմ։ Ես էլ լավ մարդ եմ։ Մեջքից լիքը մարդն եմ, բան առաջ են տանում ինձ, տենց մեկնաբանություններ են մեզ գնում, չէ մեզ քվեարկեք 01։ Ճիշտ է, մենք ձեզ կոչ էինք անում քվեարկել 01 համարի օգտին, բայց ուզում եմ ձեզ հիշեցնել, որ քվեարկությունը մեկնարկելու է բոլորի ելույթներից հետո։ Իսկ հիմա եկեք դիմավորենք 02 համարի ներքո հանդես եկող զույգին Շուշան Ստեփանյան եւ Սարո Գևորգյան, դիմավորեք։ If you go away Եթե դու գնաս ծմրան ծրտին կտանես կեսել իմ տխուր հոգին երազները թող սավառնեն երկին Չեմ հավատում, որ մենք այսքան փուլ ենք հաղթահարել։ Այո, ու շատ արագ անցավ ամեն ինչ։ Այս ամիսների ընթացքում մենք օր ու գիշեր աշխատել ենք, որ ունենանք լավ ելույթներ։ Նախորդ ելույթը լավ անցավ, բավականին հավանեցին ու ինձ էլ շատ դուր եկավ։ Ես էլ առաջին անգամ կարդում էի անգլերեն ռեփ, որը հուսով եմ ստացվեց ինձ մոտ։ Հաջորդ ելույթի համար շատ երկար էինք մտածում ինչ երգ է պետք ընտրել։ Քանի որ վերջին ելույթն է, մենք ուզում ենք, որ տպավորիչ, շատ տպավորիչ լինի։ Ընտրել ենք Sam Smith-ի Writings on the Wall երգը, որը ինձ համար մի փոքր դժվար է, բայց ես ուրախ եմ, որ ընտրել ենք նենց երգ, որտեղ Սարոն լիարժեք ցույց կտա իր վոկալային տվյալները ու հնարավորությունները։ Այս երգը իմ ամենասիրելի երգերից մեկն է։ Այս փուլին գիտենք, որ արդեն քվեարկելու է հեռուստադիտողը։ Ու ուզում ենք, որ մեր կողքին լինեք, այո, քանի որ այստեղ արդեն որոշումը կայացնելու եք դուք ձեր քվեարկությամբ, ուզում եմ, որ աջակցեք մեզ, լինեք մեր կողքին, քվեարկեք մեր օգտին։ Շատ հաճելի կլինի։ Ամեն դեպքում ձեզ շատ շնորհակալ ենք աջակցության համար այս ամբողջ ընթացքում։ Եվ այսքան ամիսների ընթացքում մեզ աջակցելու ու ջերմ լավ խոսքեր ասելու համար։ Սիրուն աջակցություն։ Ձեր համար։ I've been here before But always hit the floor I've spent a lifetime running And I always get away But with you I'm feeling something That makes me wanna stay I am prepared for this Never sure to me But I feel like stories coming If I make it gonna through the day There's no more use in running This is something that I gotta face If I risk it all Could you break my fall? How do I live? How do I breathe? When you're not here I'm suffocating Wanna feel love run through my blood Tell me is this worth giving all up For you I have to risk it all 'Cause the writing's on the wall A million
jars of glass. Don't hand me for my pain. As the stars begin to gather and a light begins to fade, when all hope begins to shatter, know that I won't be afraid. How do I breathe when you're not here? I'm suffocating. Wanna feel love run through my blood. Tell me, is this where I give it all up? How do I live? How do I breathe when you're not here? I'm suffocating. Wanna feel love run through my blood. Tell me, is this what's give it all for you? I have to risk it all. 'Cause the writing's on the wall. Սարոք է որքան և Շուշան Ստեփանյան բարձր ծափարություններ նրանց լա 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 բարձր ծափարություններ Շուշան և Սարո բրավո բրավո մեր ռոմանտիկ զույգը այս նախագծում, այս եթերաշրջանում ընկերներ եք արդյոք դուք հիմա թե գործընկերներ ավելի շատ կշարունակվի ձեր շփումը նախագծից հետո Հավերժ։ Միանշանակ ընկերներ։ Հավերժ Միանշանակ ընկերներ Շարունակվի իհարկե։ Այսինքն գործից բացի զանգում եք իրար օրվա մեջ շուշ ոնց ես լավ Սարո դու Եթե մի օր Շուշանին չտեսնեմ, այդ օրը տխուր է։ Օ նույնիսկ այդպես բրավո Գարիկ խնդրում եմ մեկնաբանիր բայց մի տուր գնահատական բայց մեկնաբանիր ելույթը խնդրեմ Յուրահատուկ զույգ են Սարոն եւ Շուշանը, շատ իրենց ելույթները շատ սիրել եմ, շատ ուրախ եմ, որ իրանք մինչև եզրափակիչ փուլ հասել են։ Մեր նախագծի մելանխոլիայի պաշտոնական ներգրողներն են իրանք, հիմնականում տխուր երգեր, բայց հաջողելուց ահավոր ուրախացող զույգ են իրանք։ Դուք յուրահատուկ եք եղել հենց ձեր մոտեցմամբ, ձեր տեսակի երաժշտական ընտրություններով, ու ես շատ ուրախ եմ, որ Շուշանին բացահայտեցինք այս նախագծի ընթացքում Շուշանի այդ յուրահատուկ ձգող սառնությունը, որը որ միստիկ բան ունի իր մեջ, եւ Սարոյի այս չքնաղ երգեցողությունը, որ ամեն ինչն է հարթում, նենց եթերային է դարձնում։ Ես մեծ հաջողություններ եմ ցանկանում, թե իրար հետ է որոշեք, թե առանձին, իմացեք, որ երբել տեսնենք կամ որտեղ էլ ելույթ ունենանք, մենք ներկա չլինենք, սենց մեր դեմքը պատկերացեք, որ այսպես այնտեղ ձեզ նստած նայում ենք ու շատ ենք ուրախանալու։ Շնորհավորում եմ ու շնորհակալ եմ ձեր այս ճանապարհին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Գարիկ, շնորհակալություն Լուիզա խնդրեմ։ Ես ուղղակի ձեր զույգին ամեն անգամ նայելուց ինձ համար գունապնակի մեջ մի գույն եմ ձեզ համար առանձնացրել, ինձ թվում է երևի թե երկու գույնի միաձուլում, լավ այսպես ասեմ, կապույտի եւ արծաթի։ Չգիտեմ, ես այդ գույնով եմ ձեզ ասոցացնում։ Մեկնաբանություն թողնում եմ լսողներին։ Պարզապես սա իմ մտքի թռիչքն է, որը դժվար կարելի լինի ընկալել, ախ, կարիճը խայթեց։ Ես շատ եմ սիրում ձեր զույգին, հենց սկզբից դուք նկատել եք իմ առանձնակի սերը ձեր նկատմամբ, յուրաքանչյուր ելույթը ինձ ոգեշնչել է, Շուշան ջան, քո մեջ անդադար ես նոր շերտեր եմ բացահայտում եւ վստահ եմ, որ ովքեր քեզ հետ շփվում են, հաստատ այդ շերտերը դեռ երկար տարիներ բացահայտելու հնարավորություն են ունենալու։ Այդքան խորն են։ Շատ շնորհակալ եմ։ Սարո, իսկ քո ձայնը միշտ ինձ գերել է եւ կշարունակի գերել։ Շնորհակալ եմ շատ։
Ստացված ենք մերսի։ Շնորհակալություն, պարոն Քեշիշյան, խնդրեմ։ Իդեպ ես ուզում եմ բացահայտում անել, որովհետև վերջերս իմացա կամ երևի մոռացել էի չէի հիշում, Շուշանը մասնագիտությամբ ռեժիսոր է եւ ավարտել է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի կինոռեժիսուրայի ֆակուլտետը։ Այո, եւ այս պատճառով է նաեւ Շուշանը այսքան գեղեցիկ ու լավ է տեսնում աշխարհը, այս զույգը ստեղծում է ամենադրամատիկ կերպարները այս եթերաշրջանում։ Ես կարծում եմ, որ դրամատիկ կերպարներ ստեղծել է եւ տալը նույնպես շատ բարդ է, մանավանդ, որ դուք վերցնում եք երաժշտական շատ բարդ ստեղծագործություններ, որի համար շնորհակալ եմ, որովհետև սա նաև որոշակի նշաձող է բարձրացնում հենց մեր նախագծում։ Շնորհավորում եմ շատ գեղեցիկ առիթով եւ վստահ եմ, որ հեռուստադիտողը ճիշտ գնահատական կտա ձեզ։ Շնորհակալություն եւ ճանապարհում եմ ձեզ արդեն Անի եւ մրցակիցների մոտ, գնացեք, բարով գնաք։ Գիտեմ բոլորը հրեշտակներ եք ու չեք մրցում իրար հետ, դա ուղղակի կծու խոսքի համար ասեցի, իսկ չկծուն սա է, երբ երկեն բոլոր զույգերը, մենք քվեարկությունը կհայտարարենք բացված ու ձեզ կտանք 24 ժամ ձեր սիրելի արտիստի օգտին քվեարկելու համար։ Հիշեցնում եմ, հաղթող զույգին ընտրելու եք հենց դուք սիրելի հեռուստադիտողներ։ Շնորհակալ ենք Սարո եւ Շուշան այս կատարման համար։ Իրականում մենք սովորենք այս երգը լսել հենց Սեմ Սմիթի կատարմամբ եւ ֆիքսել են, որ շատ հաճախ երգի մրցույթներում կատարում են այս երգը, որտեղ ինքը բավականին բարդ է, այնտեղ ցածր նոտաներ կան, բարձր նոտաներ, ֆալցետներ, ամեն բան այնտեղ կա, բայց ես որպես 40 տարվա երգի մասնագետ ֆիքսել եմ, որ հաճախ դա այդքան էլ լավ չի ստացվում, բայց դուք փայլեցիք այսօր։ 2 շաբաթ առաջ Արսեն Գրիգորյան այստեղ Ջեյմս Բոնդի կերպարով էր, դուք արդյոք իրենից եք ոգեշնչվել եւ ընտրել հենց այս երգը, թե երգը վաղուց էր ընտրված գուցե։ Արսենն էլ է ոգևորել, բայց այս երգը իմ ամենասիրելի երգերից մեկն է ու երբ որ ինձ հարց են տալիս քեզ որ երգով կասոցացնես, ես միշտ ասում եմ այս երգի անունը ու հուսով եմ շատ լավ ստացվեց, չգիտեմ, ես այս երգը երգելուց միշտ տխրում եմ ու չեմ հիշում երբ ավարտվում, երբ սկսվում։ Շուշիս ինչ կավելացնես։ Ես դեռ էմոցիոնալ բեմ եմ, սենց սառած ու լրջացած։ Այս երգը ընտրել էր Սարոն, ինչքանով հիշում եմ, չէ՞։ Այո, ես եմ ընտրել։ Ես համաձայնել եմ, ինչպես միշտ մենք իրար հետ համաձայնում ենք եւ այդպես է։ Արամը նաև խոսեց ձեր ընկերության մասին, մի ապացույց կա ձեր ընկերության մասին, դա այն է, որ Շուշան դու գնացել էիր Ղազախստան Սարոյին ոգևորելու համար, քանի որ նա մասնակցում էր այնտեղ երգի մրցույթի, այ ինձ հետաքրքիր է, Սարո դու համարում ես Շուշանին գանձ քո ֆան ակումբում։ Ես անչափ շնորհակալ եմ երկու աստղին, կապել եմ ես իրար հետ, որովհետև կարելի է ասել Շուշանը իմ կյանքի ձեռքբերումներից մեկն է ու ես ուզում եմ, որ ինքը միշտ իմ կողքին լինի, որովհետև շատ եմ սիրում ու Ղազախստանում ինքը ամեն վայրկյան, ամեն րոպե իմ կողքին աջակցելով, ես քեզ շատ սիրում եմ։ Ես էլ քեզ։ Իսկ սկզբում Շուշանը ասում էր, որ չի ճանաչում Սարոյին, իսկ հիմա մենք տեսնում ենք ինչպիսի ամուր ընկերություն է ստեղծվել պրոյեկտի շրջանակներում։ Դուք իրական հրաշք եք, իսկ նաև հրաշք էին ձեր կատարումները ամբողջ եթերաշրջանի ընթացքում եւ առաջարկում եմ դիտել հատվածներ ձեր ամբողջ ճանապարհից երկու աստղի շրջանակներում։ I can find my feet. He's that lovely, on a lone heart made of glass from my love stone. Take me to places, skin upon. Hello, welcome home. I wanna be your slave, I wanna be your master.
I wanna make your heart beat round like roller coaster. I wanna be a good boy, wanna be a gangster. Cause you can be the beauty and I could be the monster. I wanna make you quiet, wanna make you nervous. Magda ես ու շղթաներս հեռանում եմ հետս տանելով սվերս Կախուր են իս տակասնով ձեռքերը Անդր բաղուց էլի մաչեր Հատի Մագդա ես եմ շղթաներս ու մի քիչ էլ մնացած են սերս Բայց քեզ թողած ու ինձ էլ կրեցած ու ճուր սևացած սրտի սասատերս Եվ իմ մորացել երևի դու շտապել ես Երևի շտապեցիր բայց հիմա ուշացել ես Քեզ իմ սրտում հավեր դու դաջար ես Երևի երաջան ինձ ու քեզ դու վառել ես Now niggas say my name, oh be battle, here I came Could be battle just inside, we have to see Are we without reaching for the rise And chasing for the lies that shine And when they left her down You'll get off the ground This morning lost around If you go away Կտանես կեսել իմ տխուր հոգին Երազները թող սավառնեն երկին Տանեն բերել մեր այս սերին Եթե դու գնաս կարնաս լովին Կտանես կեսել իմ տխուր հոգին Երազները թող սավառնեն երկին Ու տանեն բերել մեր այս սերին Ապրեք դուք ձեր բոլոր կատարումների համար, ինձ հետաքրքիր է դուք էմոցիոնալ ամենաշատը որ կատարման հետ եք կապված։ Ես մինչև նախորդ փուլը կասեի միանշանակ La La Land-ի soundtrack-ի, բայց ինձ թվում էր դա ամենան այս հաղորդման մեջ լինելու, բայց եթե դու գնասը շատ ավելի կպավ ինձ ու բոլորին։ Ես էլ ամենաշատը սիրել եմ, եթե դու գնաս, բոլոր ելույթները սիրել եմ, բայց կառանձնացնեմ, եթե դու գնաս ու ռոկը։ Ռոքն էլ լավ, հա։ Շատ լավ, իսկ հիմա ես ձեզ տալիս եմ 15 վայրկյան, որպեսզի համոզեք հեռուստադիտողին, որ քվեարկեն հենց ձեր օգտին։ Քանի որ ես միշտ մանկուց հետևել եմ երկու աստղ նախագիծը ու միշտ երազել եմ, որ հաղթեմ, իմ ամենասիրելի զույգերից մեկը եղել է Արամեն Պետրի եւ Շպրոտը եւ ես փոքր էի, մայրիկիս ասացի ես ուզում եմ լինել Արամեն Պետրի նման երգիչ ու հաղթել երկու աստղը, քվեարկեք մեր օգտին։ Ինչպես նաև մենք բավականին աշխատանք ենք ներդրել եւ բավական ռիսկեր ենք վերցրել ու վերջի շատ հաճելի կլինի։ Շնորհակալ եմ։ Ձեզ բարձր ծափահարություններ, իսկ ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ քվեարկությունը կսկսվի վերջին ելույթից հետո եւ կտևի մինչեւ դեկտեմբերի 21-ի կեսգիշեր։ Դուք կունենաք մի ամբողջ օր, որպեսզի քվեարկեք ձեր սիրելի զույգի օգտին։ Իսկ հիմա իրենց վերջին շանսը ունեն ձեր սիրտը եւ միավորները նվաճելու համար 03 համարի ներքո հանդես եկող զույգը։ Դիմավորեք Սրփուկ եւ Արամ Մելիքյան։ Համաձայն եմ հողնին կյանքը իմ մատնել Նա միայն ինձ թողնի հոգին մտնել Ես 15 տարի չէի կպել ջութակի ու 15 տարի անց այդ ֆանտաստիկ գործիքը, որը 17 տարի իմ կյանքում ա եղել, այո 17 տարի եմ որ ասում են երգիչ, ես երգիչ չեմ եղել, ես երաժիշտ եմ եղել Եվ այո, երկու աստղը տվեց այդ հնարավորությունը վայելելու բեմում եւս մեկ անգամ որպես ջութակար զգացի ինձ այդպես։ Քիչ հավեսեր։ Շատ սիրուներ, ապրես Արամ ջան։ Սրանց հետո շուտ կնվագես ջութակ։ Ֆանտաստիկ էր Արամը ապրի, լավ միտք տվեց մեզ, որ կարելի էր օգտագործել ու շոուն հարստացնելու համար։ Լավ, այսպես գեղեցիկ երգից անցում անենք փառահեղ երգ։ Այո։ Վերջի ժամանակների հիթերի հիթ։ Ու շատ բարդ երգ։ Այո, շատ բարդ երգ, դինամիկ երգ ու Նայիրեն եւ Հովանեսը հրաշալի շոու են դրել։ Ոնց է կոչվում այդ երգը? Where is my husband? Ուր է իմ տղամարդը? Ուր է քո տղամարդը, ամուսինը։ Ուրեմն երբ որ սրբեց երգ, ասես ինչ գժական երգ է։ Բա ես ինչ տանեմ այդ երգի մեջ ու կտանք։ Մենք գալիս ենք։ Շատ վատ է, մեր դու։
Բայց մի հատ բան եմ ուզում ասեմ, միջև գնալը գալը։ Այնպես է ստացվում, որ այս երգը երգում ենք եզրափակչին։ Բայց դե մենք արդեն եզրափակչում ենք սիրելիս։ Այո։ Նենսոլ, սպասեք մեզ բեմում։ Մենք գալիս ենք ու վերջը մի հատ երկուսով սրտիկ ենք անում ձեզ։ Սիրում ենք ձեզ։ Why is this beautiful man with the fear we got? Oh, why you are to test my patience? I only feel take it down without the woman that I meet. But I've reviewed notifications way till I get my hands on him and tell him it's too for long. You get me waiting, anticipating. Pray to the Lord to give me to my love and now to this papa said. You must need me completely. Easy far away, easy okay. This man is just to me, happy, 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 Lord, I need you to tell me, baby, what has my lover? What's taking him so long to find me? Oh, baby, where has my lover? Getting down with another. Tell me if you see, baby, if you see, tell me. You should I'm doing lonely acrobatics, I'm zipping my dress to him when I try living it like this. He must be out of get running, time to fix up his up. Hello, this way your wife is way. Till I get to her going, I'm a ton of two from my job, but I love you, no one above you. Pray to the little hattie, hattie, hattie long, baby, I'm time You must need me completely. Oh my heart, you're so Easy far away, easy okay. This land is just to me, happy, 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 Lord, I need you to tell me, baby, what has my lover? What's taking him so long to find me? Oh, baby, where has my lover? Getting down with another. Ooh, yeah, tell me to see, baby. Tell him I kind, tell him I fight, tell him I go brown eyes and I go free. If it doesn't from me, I'm gonna tell him let's again. Hurry up, here, dear. I wanna like a ring, I wanna like a diamond ring on my wedding finger, and I like a big shiny diamond. It's not the way you wanna talk about it. When it does, it's a forgive me, got it. I could have a doubt. This man is just to me, happy, 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 Lord, I need you to tell me, baby, what has my lover? What talking so long to find? Oh, baby, what has my lover? Getting down with another. Tell him Mama said it. Your husband is coming. My husband. Սրբուկ եւ Արամելիքյան! Բրավո պարողներին, բրավո բենդին, բրավո։ Եզրափակչի հոտ է գալիս ընկերներ։ Ֆանտաստիկ ուղղակի կատարում։ Շնորհակալություն ես երգի ստեղծողներին, որովհետեւ 2025 թվականին մենք լավ երգ ունեցանք։ Շնորհակալություն Ռեին, շնորհակալություն ձեզ ընկերության մասին։ Բացի այնից, որ կին ամուսին խաղացիք, ընկերության մասին մի փոքր, ընկերներ եք դուք արդյոք բեմից դուրս, ընկերներ եք դարձել այս ամիսների ընթացքում։ Շատ հետաքրքիր իրականում ապրումային ընթացք ենք ունեցել, մենք միմյանց տենց շատ լավ չենք ճանաչել ու բոլոր կողմերից ճանաչելով, ընդունելով, հասկանալով, կռվելով, բարոշելով մենք սիրեցինք միմյանց։ Այո։ Կզանգվեք թե կջնջեք համարները մի անգամից Դեռ զանգվում ենք։ Չեմ կարծում, որ կջնջենք, որտեվ իրար հետ այնքան սիրուն ընթացք ենք ունեցել, որ հաստատ այդպեսի բան չի լինի։ Ընկերությունը կշարունակի։ Կա մի պահ, երբ որ երբ վերջանալու է ամեն ինչը հանգիստ գնանք զբաղվենք մեր գործով, թե ուզում եք ամեն դեպքում շարունակվի։ Ես ուզում եմ հասկանալ, հագեցել եք արդեն բավարարված եք, թե ամեն դեպքում ուզում եք շարունակվի այս ամենը։ Իրականում ես միմիայն վայելում եմ, իհարկե լինում են էմոցիոնալ պահեր, ամեն ինչ լինում է այս ընթացքում, բայց այն, որ մենք իսկապես այս ընթացքում վայելում ենք եւ դրա համար ուզում ես ավելի շատ մնալ ու ավելի շատ բեմ բարձրանալ, գեղեցիկ համարներ պատրաստել հանդիսատեսի
ժյուրի համար, հետևորդների համար, այնպես որ մենք իսկապես կուզենենք, որ էլ ավելի երկար լիներ։ Ցավոք սրտի վերջանում է նախագիծը, էլ տեղ չկա։ Սա վերջին։ Այո, բայց ես չէի ուզենա ավարտել, որովհետև շատ եմ սովորում ինձ նոր հետաքրքիր էտապեր իմ կյանքում, որը կուզեի անդադար շարունակվել, անկեղծ։ Շնորհակալություն ձեզ շատ։ Այժմ լսենք մեր շատ սիրելի ժյուրիին, խնդրեմ։ Ժյուրի։ Այս ելույթը ցնցող էր, պարզապես կարծում եմ այս ելույթը բոլոր ձեր ելույթներից հետևություն արած, բոլոր սխալները ուղած, մեկնաբանությունները հաշվի առած իդեալական ֆինալի ելույթ էր։ Շատ ուժեղ եք, շատ լավն եք։ Ես ուրախ եմ, որ ձեր ճանապարհը մենք վկայել ենք եւ ուրախ եմ, որ կիսել ենք ձեր բոլոր գժական ելույթները, իսկ սա ելի եմ ասում, սա պարզապես այդ բոլոր ձեր ելույթների եզրափակիչ ելույթներ, շատ լավն եք, ապրեք, Շնորհակալություն շատ։ Ապրես Գարիկ, շնորհակալություն Լուիզա։ Դե սա հրավառություն էր, տոն։ Շնորհավորում եմ ձեզ, իրոք նենց եմ ափսոսում, որ էմոցիաներից բացի գնահատական չեն կարող տալ, ես ուզում եմ ուղղակի հնչեցնել էլ այդ գնահատականը։ Իրական 10, մեծ 10։ Շնորհակալ Արժանի եք, շատ լավն եք, ես կարծում եմ ձեր ճանապարհը շարունակվելու է դեռ, վստահ եմ ունենալու եք դուետ։ Հետագայում երկու աստղի շրջանակներից դուրս, որովհետև այնքան սիրուն եք հնչում միասին։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ։ Լուիզայի ասածները իրականություն են դառնում, այնպես որ ուշադիր եղեք։ Հրաշք Քեշիշյան։ Իդեալական ելույթ, շատ գեղեցիկ ընտրված երգ եւ շատ հետաքրքիր ու սիրուն համով բեմադրություն եւ այն ինչ վերաբերում է ձեր երկուսի քիմիային ու ձեր ընկերությանը, ես կարծում եմ, որ նաեւ իդեալական ընտրված զույգ, որովհետեւ այս պարագայում երեխեք հաստատ ոչ մի բան պատահական չի լինում եւ ձեր համատեղ աշխատանքը բնականաբար մի օր տալու է նաև այլ արդյունք։ Ես վստահ եմ, որ հանդիսատեսը, հեռուստադիտողը ձեզ սիրել է նաև ոչ միայն առանձին, որպես առանձին անհատներ, առանձին արտիստներ, այլ նաև ձեր միասնությունը ու համագործակցությունը ու վստահ եմ, որ սա նաև ունենալու է գեղեցիկ շարունակություն, եթե դուք ինքներդ ուզեք դա։ Այնպես որ Շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ շատ։ Հետաքրքրում Սրբուկ ոնց որ նենց է պատասխան, ոնց որ իրոք նորապսակ, ոնց որ նորա հարսիկ լինի ու շնորհակալ ենք հրաչոպար, շնորհակալ ենք։ Լուիզա Հորկուր, Կարի Չորկուր։ Ես այո, Ես սպասում եմ այդ առիթին, որ ինձ ընձեռվի։ Գնացինք։ Ուշադրություն։ Պատրաստ եք։ Բայց ես ուզում եմ Նինա, դու իմպրովիզ ձևով հայտնվես այնտեղ։ Ինչի։ Ուշադրություն, ով ունենք չամուստացած, միաձեռ բարձրացրեք։ Ահա, mēs բոլորն ամուստացած են, այդքան երիտասարդ։ Պատրաստ 1, 2, գնաց 3։ Օպա։ Մենք ձեզ շնորհավորում ենք։ Հաջորդ տարի տեսնենք ձեզ այստեղ։ Եվ ամուսնացած երիտասարդ աղջնակը վերցրել։ Ամուսնացած եք։ Եվս մեկ անգամ ամուսնացեք, ոչինչ։ Շնորհավորում ենք ձեր ամուսնուն, շնորհավորում ենք ձեր ամուսնուն։ Ծափարություններ Սրբուկին եւ Արամին ուղեկցում ենք Անի մոտ ծափարությունների ներքո։ Where is my husband, որտեղ է իմ ամուսինը, այսպես բառացի թարգմանեցի ես, իրականում այնպիսի երգ եք ընտրել, որ անկախ ինձանից չեմ կարող չհարցնել։ Սրբուկ, որտեղ է քո ամուսինը, արի գոնե որ հեշտ կողմնորոշվենք, լոկացիայից սկսենք, որ երկրից կուզես լինի քո ամուսինը։ Այդ մի քիչ դժվար է պատասխանել, թե որ երկրից, բայց այն որ երկար ժամանակը չկա իմ հազբենդը, ինձ թվում է իմ հազբենդը Մարսում է։ Շատ դեռ գալիս է։ Շատ լավ, մոտավոր ինչքան ժամանակից իրենք սպասենք, ինձ թվում է մի 10 քանի տարի մինիմում կտևի։ Խնդրում եմ։ Չէ։ Շատ երկար է։ Մարսից ես ասում մի տարի բան մնաց, ես եւ մի տարի ժամանակ եմ տվել, հայտնվիր։ Լավ, արի այդ դեպքում մի քիչ նեղացնենք, այսպես ասած, ոլորտը, արի հասկանանք, թե որ ոլորտից կուզես լինի քո ընտրյալը, այդ երիտասարդը։ Husband-ը։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել որ ոլորտի, բայց որ պետք է ունենա ճաշակ երաժշտական ու սիրի երաժշտությունը միանշանակ։ Շատ լավ, ես հասկացա, Արամ, դու էլ ես պատմության մեջ լինելու ես Սրբուկի ավագ եղբայրը, հա, գնալու ես հանդիպես այդ Մարսեցուն։ Այո, ինչ որ արդեն ես ուզում եմ անհանգստանամ ու մետ եմ հանդիպելու։ Քեզ Ինչ դեմ կողակալու։ Քեզ շատ սիրուն տղամարդ է լինելու, կտեսնեք։
Ես համոզված եմ, բայց քեզ ջղային աներձակի դերով մի տեսակ չեմ պատկերացնում։ Խստապահանջ աներոջ միգուցե, բայց աներձակի այդքան չեմ պատկերացնում։ Աներձակ ես էլ ինչ չեմ պատկերացնում գլոբալ։ Ձեր զույգի պերֆեկցիոնիստը ով է։ Այդ ստեղ մեր կոմից զախ։ Դա չի կնարկում։ Եվ սրբուկի պես պերֆեկտ ելույթներ եք դուք ունեցել եւ առաջարկում եմ դիտենք հոլովակ ձեր կատարումներից հատվածներով։ Պերֆեկտո։ But you'll never be alone. I'll be waiting for dusk till dawn. I'll be waiting for dusk till dawn. Baby, I'm right here. I'll hold you when things go wrong. I'll be waiting for dusk till dawn. I'll be waiting for dusk till dawn. Baby, I'm right here. Malade, c'est ça. Je suis malade. Tu m'as privé de tous mes chants. Tu m'as vidé de tous mes mots. Et j'ai le cœur complètement malade. Se barricader t'entends. Je suis malade. Become stronger, but you feel you there. Become so tight, so much more away. I'm becoming this. All I want to do is be more like me and be less like you. What the hell are you waiting for? Look what you made me do. Look what I made for you. I lose control. When you're not next to me, I'm falling apart right in front of you. Can't you see? I lose control. Physically. Nice, sweet, fantastic. Woman, nice, sweet, fantastic. Woman, nice, sweet, fantastic. Woman, nice, sweet, fantastic. Sırtayım himma, anzrevinema, artasnum espasum elur, nera. Արամ, ինձ մի բան է հետաքրքրում։ Բայց մի բան ասեմ, էլի կարոտեցի։ Արդեն դեռ չվերջացա։ Ես հուզվեցի ընթացքում։ Ահավեսեր։ Հիմա ասա, հետեկա Բայց վերջ։ մի բան է հետաքրքիր։ I like to move-ի ժամանակ ինչու փակեցիր դեմքդ, Արամ։ Իմ տղայի ընկերներն էին քննարկում այդ ելույթը մեր տան այն օրը։ Շատ լավ։ Ինձ հետաքրքիր է ո՞րն է ձեր ամենասիրելի ելույթը, ո՞րն է ամենադժվարը ձեզ տրվել եւ դրա համար դուք դրանց շատ եք սիրում։ Բայց դժվար է թե ամենասիրելին։ Ձեր սրտով։ Իմ համար Մալադեն դա միանշանակ է ամենահատուկ ապրումային, զգացական, զգացողական Ամբողջությամբ բեմը զգում էինք, հանդիսատեսին ու վայելել ենք այո, այդ կատարման ժամանակ։ Իսկ հիմա միացնում եք ինքնագովազդի ռեժիմը եւ ասում եք, թե հեռուստադիտողը ինչի հենց ձեր օգտին պետք է քվեարկի։ Դու սկսի հետո ես շարունակեմ։ Բայց ասեմ։ Ասա։ Նայեք ժողովուրդ ջան։ Արդեն որինքս ծիծաղում է, ուրեմն Քանի որ ես բազմաթիվ մրցույթներ եմ մասնակցել ու միշտ հասել եմ ֆինալ, բայց չեմ հաղթել, ցավոք սրտի։ Բայց պարտադիր հասել եմ, այդ պարտադիր է եղել ինձ համար։ Հիմա կարանք կնենց անենք, մենք հաղթենք այս դեպքում։ Մի հատ, չգիտեմ, ես իսկապես շատ կուզենայի զգալ այդ էմոցիաները, թե ինչ է դա նշանակում հաղթել։ Հաղթանակի բեքգրաունդը վայելեի, զգայի։ Չէ, շատ անկեղծ է, շատ քյութ է։ Իրականում իմ համար ի սկզբանե նախագծում լինելը եղել է հաղթանակ, նաև լինել մեկ այդ, որը շատ պրոֆեսիոնալ է ու շատ պահանջկոտ է ու շատ լայն է, շատ մեծ է։ Ես մենակ մի բան կարող եմ ասել, որ
ով էլ մեր 4 զույգից ով էլ հաղթի, ես միանշանակ կուրախանամ, բայց անկեղծ ասած, քանի որ սա մրցույթ է, ես միշտ շարժվում եմ այն կանոններով, որը պահանջում է տվյալ տարածքը։ Մենք մեր մաքսիմումն արել ենք, որ սիրվենք ձեր կողմից ու նաև ինչու՞ չէ հաղթենք, շատ ուրախ կլինենք, եթե ձեր քվեարկությունը գա 0-3 համարին, այսինքն անենք ու Եվ շնորհակալ ենք, որ այսքան ամիսների ընթացքում մեր կողքին եք, շաբաթների ընթացքում։ Այո, մենք ձեզ շատ սիրում ենք ու շնորհակալություն է ջերմության համար։ Սրբուկ, որ ասացիր ֆինալի մասին, անկախ ինձնից հիշեցի Դիկապրիոին, որ վերջապես ստացավ Օսկարը։ Եկեք այս աղջկան այդ Օսկարը նվիրենք, ինձ թվում է այդ դրվագը բոլորիս աչքի առաջ մի անգամից եկավ։ Իսկ հիմա արդեն դուք կարող եք գնալ հանգստանալ, իսկ ես ձեզ ասեմ, որ ես մատից խաչ եմ արել, որ չմոռանամ ձեզ ասել, որ հաղթողին աշտանային եթերաշրջանի 2 աստղի որոշելու եք հենց դուք, սիրելի հեռուստադիտող։ SMS քվեարկությունը կմեկնարկի վերջին ելույթից հետո։ Մենք կասենք քվեարկության կարգի մասին, կասենք թե դա երբ է սկսվում, իսկ հիմա եկեք դիմավորենք մեր այսօրվա վերջին զույգին, որոնք հանդես կգան 0-4 համարի ներքո։ Ռոբերտո Կելտորես եւ Սոնա Մաթևոսյան։ Քեզ ես սիրում ուշացած խոսքեր, դու ելի մաչես ու չկա Անցած շաբաթ մենք երգեցինք Հայկոյի եւ Քրիստինե Պեպելյանի ուշացած խոսքեր երգը ու եկեք առանձին ծափահարենք Ռոբերտոյին իր գեղեցիկ հայերենի համար։ Քչերը կկարողանային կարճ ժամանակում այսպես գեղեցիկ ներկայացնել հայալեզու երգը։ Շատ գեղեցիկ ճանապարհ անցանք ես ու Ռոբերտոն միասին, հուսով եմ մեր ելույթները ձեզ ինչ որ չափով ուրախություն են պարգևել, որովհետև հիմնական նպատակը դա է եղել։ Դե ինչ, խոսենք արդեն մեր վերջին ելույթի մասին։ Շատ դժվար ենք որոշել այս երգը, որովհետև այս երգը ես շատ եմ սիրում ու երբևիցե չեմ պատկերացրել, որ կգա մի օր, թեկուզ 2 աստղի շրջանակներում հենց սկզբից չեմ պատկերացրել, որ կարող մի օր այս երգը երգենք մենք, որովհետև ինքը ինձ համար ամենաբարդ երգերից մեկն է աշխարհում։ Որոշեցինք, որ պիտի երգենք Michael Jackson-ի Earth Song-ը։ Sunrise, what about rain? Yes, it's a great challenge. It's a great challenge. And we wanted to do it in our style. Այսօր բոլոր մասնակիցների ելույթից հետո դուք ունեք հնարավորություն քվեարկելու ձեր նախընտրած զույգի օգտին։ Իհարկե մենք էլ մեր կողմից պիտի խնդրենք, եթե հավանել եք մեր ելույթները, եթե հավանել եք մեր անցած ճանապարհի 2 աստղում, քվեարկեք մեր օգտին։ Քվեարկությունը տևելու է 1 օր։ Սիրելի հայ, քվեարկեր մեր համար, Նասին Հայաստան, Քվեարկեք մեր օգտին։ Yes. What about sunrise? What about rain? What about all the things that you said we were to gain? What about killing fears? Is there a time? What about all the things that you said was yours and mine? Did you ever stop to notice all the blood we shed before? Did you ever stop to notice this crying earth, this weeping shore?
look what we've done. What about all the peace that you pledged your only son? Did you ever stop to notice all the children's dead from war? Did you ever stop to notice this crying earth, the sweeping shore? I used to glance beyond the stars. Now I don't know where we are, although I know we drifted far. Սոնա Մաթևոսյան եւ Ռոբերտո Կելտորես։ Եզրափակիչ փուլի եզրափակիչներից եզրափակող վերջակետ դնող ֆանտաստիկ ելույթ, բրավո, բրավո։ Շնորհակալություն։ Ենքան բան կա ասելու, բայց ինձ չեն թողի ես խոսեմ, որովհետեւ նրանք են ասողը հիմա։ Գարի, խնդրեմ։ Ֆանտաստիկ ելույթ էր, ես հիմա ոնց որ պատկերացնում եմ, թե ինչ տիպ եք դուք արդարացրել բոլոր ձեր երկրպագուների սպասելիքները, ովքեր ամբողջ եթերաշրջանի ընթացքում ձեր կողքին են եղել ու սպասել են, որ հաջորդը ինչ եք անելու, հաջորդը ինչ եք անելու, սա ոնց որ ամեն ինչ ասեցիք, այդպիսի բաներ, փոքր ժամանակվանից այս երգը լսել ենք, այս տեսարողակը տեսել ենք ու սրան վերաբերել ենք որպես շատ լուրջ խնդիր, որ ծառացած աշխարհի առջև, եթե մենք ուզում ենք աշխարհը փոխել, մենք կփոխենք գոնեն փոքր աշխարհից, որում մենք բնակվում ենք այսօր։ Սկսենք մեր բնակավայրերից, մեր քաղաքներից, մեր տներից, որպեսզի կարողանանք աշխարհը փոխենք։ Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն ասել անչափ այս ամբողջ եթերաշրջանում ձեր ելույթների համար։ Յուրահատուկ եք սկսել, յուրահատուկ եք եղել ամբողջ ընթացքում ու շատ յուրահատուկ ելույթեր վերջում։ Բրավո ձեզ, Սոնա եւ Ռոբերտո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Գարիկ։ Լուիզա Ներսիսյան։ Վայ, էս ինչ ելույթ էր, էսուր տարակ, էսուր բերեցիք։ Ես կարծում եմ երկու աստղի շրջանակները շատ փոքր էին այս համարի համար։ Մի տեսակ սենց պայթացրեց, դուրս եկավ այդ շրջանակներից դուրս։ Ինքը ես կարծում եմ շատ խորհրդանշական է, որ երկու արտիստ էին բեմի վրա, տարբեր ազգի ներկայացուցիչ, այսպես ասած, որը եւ սա կարելի է համարել նույնիսկ ակցիա, լավ, այսպես ասեմ, որ եւս մեկ անգամ ձեր ճիճն եք, ձեր կոչն եք անում ամբողջ աշխարհին։ Այնքան սիրուն եք, այնքան տպավորված եմ, լուրջ եմ ասում, փշաքաղվել եմ ու հուզվել եմ ու բրավո, բրավո ձեզ, բառերը չեն հերիքում էմոցիաներս արտահայտելու համար, հրաշք եք դուք։ Շնորհակալություն, gracias։ Շնորհակալություն, շնորհակալություն Լուիզա։ Պարոն Քեշիշյան, խնդրեմ։ Ես
կարճ կլինեմ եւ ուղակի հոտնկայս կծափահարեմ, որովհետեւ իմ գործընկերները ասացին ամեն ինչ։ Ապրեք։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն լավ խոսքերի համար, Գարիկը ձեռք է բարձրացել, լսում եմ ձեզ։ Չեմ կարող չասել, որովհետև ամբողջ եթերաշրջանի ընթացքում սա ոնց որ թաքցրել եմ, իմ մեջ զսպել եմ, որպեսզի ոչ մի կերպ կողմնապահություն չդիտարկվի։ Սոնա եւ Ռոբերտոյի ելույթները փորձում եմ շատ չծավալվել, թե ինչքան հիացած եմ, որովհետև Սոնային այս ընթացքում սկսել եմ ճանաչել նաև S-բեմից դուրս, որտեղ մենք ֆիլմում ենք իրար հետ նկարվում ու ոչ ոք դրա մասին չգիտեր այս ամբողջ ընթացքում։ Մենք նկարանումների մեջ ենք եղել, քանի որ ամեն ինչ ավարտվեց, արդեն իմ գնահատականից ոչինչ կախված չի եւ հիմա սա կողմնապահություն չի լինի, որ ասեմ, հիմա ես ասում, դու ցնցող, ֆանտաստիկ տաղանդավոր մարդ ես ու ուրախ եմ, որ ճանաչել եմ համ երկու ասում համ զուգահեռ այս ֆիլմում։ Ես քեզ շատ սիրում եմ։ Շնորհակալ եմ, ես էլ քեզ։ Ես շատ ուրախ եմ, որ իմ առաջին գեղարվեստական ֆիլմը ես քեզ հետ եմ խաղում ու ոչ միայն քեզ հետ Լուիզան Էրզիսյանի։ Հիմա ես խնդրեի, որպեսզի լրեք, որովհետև Ռոբերտոն բան ուզում ասի։ Հա? Այո, Ռոբերտո։ Ջան։ Всё, այդքան է, հասկացա։ Շնորհակալություն, ծափահարություններ մեր զույգին։ Շնորհակալ եմ շատ։ Զբաղեցեք ձեր տեղը անին, ես վստահ եմ լիքը հարցեր ունի ձեզ, ծափահարություններ ձեզ։ Այև վերջ։ Սա վերջին եզրափակիչ ելույթն էր, մրցույթային ելույթը, շատ շուտով մենք կսկսենք մեր քվեարկությունը, բայց մինչ այդ խոսքը փոխանցեմ Անին եւ նա վերջին զույգից հարցնի մի քանի հետաքրքիր հարցեր։ Անի ջան, մենք քեզ լսում ենք, խնդրեմ։ Ընկերներ, մենք այս րոպեների ընթացքում բոլորը կփաստե, որ շատ խաղված նստած ենք։ Դուք իսկական փոթորիկ արեցիք բեմի վրա, Մայքլ Ջեքսոնից լեգենդար կատարումը դուք պատվով կատարեցիք։ Ինձ կասեք, ումն էր երգի ընտրությունը եւ որպես այսպես հզոր ակորդ որոշեցիք սրանով եզրափակել ձեր ճանապարհի երկու աստղում, թե ուղղակի անկախ ամեն ինչից որոշել եք, որ այս երգը դուք պետք է երկու աստղի շրջանակներում կատարեք։ Չէ, ի սկզբանե չկար այս երգի ընտրությունը, արդեն գալիս էինք դեպի վերջ ու պիտի ընտրեինք երգ, կար Մայքլ Ջեքսոնի երգացանկից ուրիշ երգի տարբերակներ, բայց կանգնեցինք այս երգի վրա։ Նաև ես ուզում եմ մեր բեմանկարիչներին եւ ոճաբաներին բարձր ծափարենք, որոնք օգնում են մեր արտիստները նման գեղեցիկ ֆանտաստիկ աշխատանք են կատարում, իրանք էլ շատ կարճ ժամանակահատվածում, եկեք ծափարենք Արևին, Զարային, Լիլիթին, Մխիթարյան, այս հրաշալի բեմանկարչության համար, մի խոսքով, բոլորը ֆանտաստիկ են, այս միահամուռ ուժերի շնորհիվ, որ սենց կարողանում ենք մենք էլ լավ ներկայանանք։ Միանշանակ։ Նաև ուզում եի քեզ ասել, որ դու բոլոր կատարումներից հետո ստանում ես կոմպլիմենտներ քո երգեցողության մասին։ Ինձ հետաքրքիր է, արդյոք կան մտքեր այս դաշտը մտնելու մասին։ Վերջը համոզելու եք։ Եկեք համոզենք։ Սոնա։ Ընդհանրապես մտքեր չկար, բայց այնքան ասեցին, որ տենց կարողա, չէ, բայց չէ։ Ինձ հետաքրքիր է, արդյոք դուք կարոտելու եք երկու աստղը եւ հենց ինչն եք կարոտելու երկու աստղում։ I only know that as long I live, I will have all the faces of everyone in my mind, of everybody. Not only the people that chose face in front of the camera, but behind also. Without every person, this is not possible. It's a lot of work. And I want to thank you for this, Naire, Hovo, Lilith, all of you, everyone. You will be always on my mind. I love Երգու աստղ, ես սիրում եմ Երգու աստղ. And but my first thank goes to this lady. Oh. Because she is so real and it's such an honor to be on the stage with Sona. I say to her, you are actually a singer. She said, I don't want to be a singer, but she has everything what she needs to make her singer career. Sona, thank you very much. Thank you so much. It's an honor sharing stage with you. Thank you. Ձեր ճանապարհը իսկապես շատ գունագեղ եւ անկանխատեսելի էր եւ ես առաջարկում ձեր ճանապարհը հոլովակի տեսքով մենք հիմա դիտենք։ Սիրով։ Como el ave que vuelve a su nido. Yo sé que no he sido un saído, no estoy hecho de cartón. No solo de pan vive el hombre, uno excusas vivo yo. Solo errores y aprende y hoy sé que es tuyo mi corazón. Todo que bailamos. Let the rhythm take
such a lonely day shouldn't exist. It's a day that I never met. Միան մեզ սիրով ես քեզ սիրեցի, բայց դու անիրա նավաճանեցի. Zendegi hai ya Khalifa dilufa loca mia Khalifa kale moto bichaka me chaka ipae yer pemando insistir o costa tão pahir yer kaib serahim kezam yesirum uchasas just so chaka and say Չելազույքը։ Ինձ հետաքրքրել այս բազմազանության մեջ որ ելույթն է ձեր ամենասիրելին։ Այ, չգիտեմ, չեմ կարող ասել, բոլոր ելույթները սենց առանձին այսպես տեղ ունեն սրտումս ու այսօրվանն էլ ներառյալ, չգիտեմ, շատ եմ սիրում էր բոլոր ելույթները, շատ, չեմ կարող ինչ-որ մեկը առանձնացնել։ Ոչ մեկին չի։ What's your favorite performance of Ինքն էլ նույնը։ Եկեք հաշվենք վերջինը, ինչու՞ չէ։ Կարող ենք հաշվել, որ այսօրվա ձեր ելույթն էր ձեր ամենասիրելին։ Իսկ թվում ասենց լավ հայկանք հասանք կուլմինացիայի ու ասենց լավ ավարտ ունեցանք։ Միանշանակ, իսկ հիմա ես կուզեմ, որ դուք ասեք կասկածողներին, թե ինչու է ձեր զույգը պետք է լինի երկու աստղի աշնանային եթերաշրջանի հաղթող զույգը։ Ոյ, չգիտեմ։ Ինչ որ պատճառներ կան, որ բայց այդ պատճառները բոլորը պատճառներ չէ, ինչի համար պիտի քվեարկեն։ Բոլոր զույգերը ունեն այդ արժանինքները, այսինքն բոլորը աշխատել են շատ, օր ու գիշեր։ Չգիտեմ, եթե մեր ելույթները ձեր սրտին կպել են, սիրելի հեռուստադիտող, ուրեմն քվեարկեք 04 համարի օգտին, մենք ձեզ շատ շնորհակալ կլինենք, այդպես։ Մենք էլ ձեզ ենք շատ շնորհակալ այս հրաշալի ճանապարհի համար։ Արամ, իրականում այս պահը ես միշտ ասում եմ բոլոր եթերների ժամանակ, որ գնալով ավելի շուտ է մոտենում, բայց այս անգամ ես չեմ տխրում, նախ որովհետև մենք ոչ մի զույգի հրաժեշտ չենք տալիս, եւ երկրորդը ես նույնպես անհամբերությամբ սպասում եմ, որպեսզի իմանամ, թե ով է լինելու մեր աշնանային եթերաշրջանի հաղթող զույգը։ Ես էլ Անի, ես էլ հավատա, ես էլ ելույթներ դիտելը հաճելի է, ժյուրի հետ շփվելը հաճելի է, քվեարկության արդյունքներով արտիստների նյարդերի հետ խաղալը հաճելի է, բայց ես էլ եմ ուզում իմանալ հաղթող զույգի անունը։ Դուք էլ եք չէ ուզում իմանալ։ Միանշանակ։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք եք որոշում, թե եզրափակիչ փուլում հայտնված 4 զույգերից որը կդառնա երկու աստղ միջազգային երաժշտական նախագծի աշնանային եթերաշրջանի հաղթողը։ Իսկ որոշելու համար պետք է մասնակցել SMS քվեարկությանը։ Քվեարկությունը կբացվի ընդամենը մի քանի րոպեից, ու քանի դեռ ստուգում եք ձեր հեռախոսի մարտկոցն ու հաշվում բալանսը, ես առաջարկում եմ վայելել այսօրվա հյուր արտիստի կատարումը։ Չէ, ճիշտ կլինի ասել հյուր խմբի կատարումը։ Բարձր ծափարություններով դիմավորեք Kami Friends Project։ Ավելի մոտ, քեզ ավելի մոտ, ես 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 ավելի մոտ, քեզ մոտ, քեզ ու հիմա մոտ եմ մեր սրտերում, բայց ես գնում եմ արևն ես սպասում, որ հիմա զգում եմ անուժ եմ ուլուր, արևի մոտ կգտնեմ ես իմ ուժը, հիմա մոտ եմ մեր սրտերում, ես գնում եմ արևն ես սպասում, որ հիմա զգում եմ անուժ եմ ուլուր, արևի մոտ կգտնեմ ես իմ ուժը. Yes, I
ավելի մոտ քեզ ավելի մոտ ես շուտացամ ավելի մոտ ավելի մոտ չէ ավելի ես գալիս եմ հեռու ավելի մոտ քեզ ավելի մոտ ես շուտացամ մեզ հեռանոց ավելի մոտ չէ ավելի մոտ Գնաց ամպերը կախված ու դուշ եմ գալիս Կատակնա գնաց անձրևա գալիս են մուր կաղաքում ու թողեցիր սերդ կեղտոտ մայթերում Կողպեցիր դուրը տանձևի հյուն էին են մուտ Գիշերում դու էին են մուտ Գիշերում իմն էին են մուտ Գիշերը մեն էր գիշերը գիտի մեր մասին ամեն ինչ Օգնել արդեն մեր դատակ բքերից Օգնել ամեզ արտանալ քնից Անել արտանից բրկել աստից Գնկել անայից կացել եմ ես ինձ Օգնել եմ եզնից Ես գիշեր բաղեզին դոնել եմ կես ինձ Օդս էլ չի երիքում Ես գալիս եմ հեռու ավելի մոտ Օդս էլ չի երիքում Ես գալիս եմ հեռու ավելի մոտ ավելի մոտ Առաջինալիքի եթերում երկու աստղ միջազգային երաժշտական նախագծի աշնանային եթերաշրջանի եզրափակիչն է բարի երեկո բոլորին բարի գալուս նրանց ովքեր հենց նոր միացան մեզ Եզրափակիչ ասած 8 արտիստ 4 դուետ հետևում թողնելով 6 շաբաթ ձգված մրցապայքարը այսօր ելույթ ունեցան վերջին անգամ Փոխել, նորից երգել, կրկին փորձել, այլևս չի ստացվի, բայց ես վստահ եմ, որ փոխելու բան չկա։ Նրանք ցույց են տվել լավագույն, ինչին ընդունակ են։ Հերթը հիմա ձերն է, սիրելի հեռուստադիտողներ։ Դուք եք քվեարկելու, դուք եք որոշելու հաղթողին։ Անհրաժեշտ է ձեր սիրելի զույգի երկնիշ թիվն ուղարկել 1004 կարճ համարին։ Օրինակ, 01, եթե ցանկանում եք քվեարկել Անահիտ Ադամյանի եւ Նինա Տիտանյանի օգտին։ 02, եթե ցանկանում եք ձեր ձայնը տալ Սարո Գևորգյանին եւ Շուշան Ստեփանյանին։ 03, եթե ձեր ֆավորիտը Սրփուկ եւ Արամ Մելիքյան դուետ 04, եթե ձեր ձայնը Ռոբերտո Կելտորեսի և Սոնա Մաթևոսյանի համար է ծափարություններ մեր զույգերին Մեկ հեռախոսահամարից կարող եք քվեարկել 5 անգամ Յուրաքանչյուր հաղորդագրություն մեկ ձայն է Ձեր ձայնը կարող եք բաշխել ինչպես կամենաք Բոլորը մեկ զույգին, մեկական ձայն յուրաքանչյուրին, երկուսը մեկին, երեքը մյուսին Ձայները ձերն են, տնօրինեք ինչպես որ ցանկանում եք Քվեարկել կարող են միայն Հայաստանում բնակվող հեռուստադիտողները։ Քվեարկությունը կտևի 24 ժամ մինչև դեկտեմբերի 21-ի կեսգիշեր։ Մեկ SMS հաղորդակցության արժեքը 150 դրամ է ներառյալ ավելացված արժեքի հարկը։
Ձեր հաղորդագրությունը ձայն է, վճռորոշ կարող է լինել յուրաքանչյուր ձայն։ Նախքան քվեարկության մեկնարկը, ուզում եմ խնդրել ժյուրի անդամներին վերջակետ դնել այն ամենին, ինչ տեսակ ու լսեցիք, Գարիկ, խնդրեմ։ Ավել գնահատական եւ ավել կարծիք չեմ կարող ասել մեր մասնակիցների մասին, որտեղ ամեն ինչ անկեղծ ամբողջ ընթացքում ասել եմ, բայց շատ քիչ եմ ասել այն զույգերի մասին, ովքեր բեմից դուրս են եղել ու ապահովել են այս ֆանտաստիկ ելույթները։ Միշտ շեշտում ենք Հովանեսին եւ Նաիրեին, որտեղ իսկապես իրենց ձեռագիրն է հենց բեմից միանգամից երևում, նրանց ուզում եմ բարձր ծափարեմ, ասեմ շնորհակալություն այս գժական եթերաշրջանի ձեր ելույթների համար, որտեղ սա էլ նրանց ելույթներն էր առանց իրենց եւ նաեւ բոլոր մեր աշխատակիցներին, պրոդյուսերներին, օպերատորներին, ռեժիսորներին, ովքեր որ եղել են այս ամբողջ ընթացքում եւ ստացել են այն ամեն ինչը, ինչը որ մենք կոչում ենք երկու բառով, երկու աստղ։ Շնորհակալություն բոլորիդ։ Շնորհակալություն, Լուիզա, խնդրեմ։ Մենք ականատես եղանք, վայելեցինք այս ամբողջ եթերաշրջանի ընթացքում հրաշալի արտիստների, հրաշալի դուետների կատարումներ, զարմացանք, հուզվեցինք, ուրախացանք, ծիծաղեցինք նրանց հետ բոլորի հետ միասին։ Ես կարծում եմ, որ այսպիսին է կյանքը, c'est la vie։ Եվ երևի թե երկու աստղի շրջանակներում մենք հենց պատկերեցինք կյանքը իր բոլոր գույներով ու դրսևորումներով։ Ես մեզ շնորհավորում եմ, մենք գեղարվեստական ներկայացրեցինք կյանքը առաջին ալիքի եթերում։ Բրավո, շնորհակալություն։ Հրաշք Քեսիսյան, խնդրեմ։ Վստահեցնում եմ, որ տիտրոսները իհարկե շատ հաճելի բան են եւ տիտրոս ունենալը դառնալ որևէ մրցույթի, որևէ նախագծի հաղթող դա շատ հաճելի է, բայց ուզում եմ ասել, որ այս բեմը եւ ընդհանրապես հեռուստատեսությունը ու հեռուստատեսային մեգա մտածողությունը միևնույնն է լավագույն հնարավորությունն է հանդիպելու քո նման մարդկանց, որից ծնվում է նոր իրականություն, նոր էմոցիաներ, նոր արվեստ, նոր դուետներ եւ ես կարծում եմ, որ տիտրոսներից դուրս այս ամենաարժեքավորն է, որը տալիս է հենց այս բեմը ու այս նախագիծը։ Շնորհակալություն, որ հեռուստատեսությունը որոշեց ու արեց այս նախագիծը ու մենք եղանք այս նախագծի մի մասը։ Շնորհակալություն բոլոր արտիստներին, բոլոր ստեղծագործողներին։ Շնորհակալություն, պարոն Քեշիշյան, շնորհակալություն, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից, անաչառ գործը ճիշտ կատարող պրոֆեսիոնալ ժյուրիին, բարձր ծափահարություններ։ Իսկ այժմ ժամանակն է միանալ կանաչ սենյակ եւ տեսնել ինչ է այնտեղ կատարվում, Անի, խնդրեմ։ Արա մտնոլորտ այստեղ այնքան շիկացած է, ինձ թվում է թե ձեռքից լուցկի լիներ, այն հիմա վառվել էր։ Ու քանի դեռ մենք չենք վառվել, եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել ձեզ սիրելի հեռուստադիտող, որ երկու աստղի աշնանային եթերաշրջանի հաղթողին որոշելու եք հենց դուք SMS քվեարկության շնորհիվ։ Ասեմ, որ SMS քվեարկությունը տևելու է 24 ժամ, այն ավարտվելու է դեկտեմբերի 21-ին կեսգիշերին, այնպես որ շատ ակտիվ եղեք, որպեսզի օգնեք ձեր սիրելի արտիստերին հաղթել աշնանային եթերաշրջանում։ Եվ եթե դուք պատրաստ եք, առաջարկում եմ հետ հաշվարկը սկսենք։ Այո։ Գնացինք 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, քվեարկությունը սկսված է։ Առաջարկում եմ վեր հիշենք բոլոր կատարումները այսօրվա։ Երկու աստղ Nothing in my brain That's what people say That's what people say I go on for many days But nothing to myself That's what people say If I risk it all Could you break my fall How do I breathe When you're not here I'm suffocating This land is touched to me Heavy Lord I need you to tell me Baby Where has my lover What's taking him so long To find me Oh baby Where has my lover Got it down with another Ooh yeah Tell me to see it What about empathy I didn't even grow What about natural fall
նրանք մեր վառ, համառ, աշխատասեր ու տաղանդավոր արտիստները։ Ամեն շաբաթ նրանք սահմանել են ավելի բարձր նշաձող, որպեսզի հիացնեն, զարմացնեն ու պարզապես հաճելի պահեր նվիրեն բոլորին։ Եվս մեկ անգամ ու շատ բարձր ծափահարենք նրանց, շատ բարձր ծափահարենք նրանց։ Հաճելի է, երբ հանգիստ խղճով կարող ենք ասել, որ հաղթանակի արժանի նրանցից յուրաքանչյուրը, բայց մրցույթը մնում է մրցույթ եւ երկու աստղի հաղթողի կոչումն իրենց հետ տանելու են տուն միայն երկուսը։ Այո, երկու մարդ, մեկը երգիչ, մյուսը չի երգիչ, որը կարողացավ ապացուցել, որ ամեն ինչ հաղթահարելի է, երբ սիրտդ երգում է։ Հաջորդ շաբաթ բոլորին սպասում է աննախադեպ գեղեցիկ գալա համերգ, որի ավարտին մենք կհրապարակենք քվեարկության արդյունքները։ Մինչև այդ դուք շարունակեք քվեարկել, քանի որ քվեարկությունը կտևի 24 ժամ, մինչև դեկտեմբերի 21-ի կեսգիշեր։ Բոլորիս համբերություն եւ ամենակարևորը բարի գիշեր։ Հաջողություն։